Էդգար Ղուշչյան 5-րդ տալիք։ Պարոն Ավինյան, հիշում եք Երևանի Երևանի այս տոներին Նուբարաշենի աղբավայրը բռնկվեց ու այդ ծուխը ամբողջ մայրաքաղաքում տարածվում էր։ Դուք գնացիք Նուբարաշեն, հետո վերադարձաք ու կեսօրից հետո տեսահողերձով հայտարարեցիք, որ դա դիտավորություն էր։ Ու դիմել էիք ներքին գործերի նախարարին, ԱԱԾ պետին, որ այդ դիտավորության հեղինակը բացահայտվի։ Արդեն անցել է 2.5 ամիս, բացահայտվեց ի վերջո ով էր դիտավորության հեղինակ եւ առասարակ մարդկային գործոն կար այստեղ թե չէ, բռնվել է, այսինքն հայտնաբերվել է այն մարդը 2-3 օր անց ոստիկանությունից հայտնեցին, որ դեռ որևէ մեկին չեն բացահայտել ու չկա, կա հիմա այդ մարդը թե չէ։ Ասեմ նախ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չոտնահարելով արձանագրեմ, որ Նուբարաշենի աղբավայրում այդ դեպքից 1-2 օր առաջ պահակներին մոտեցել եւ շատ տարօրինակ նախադասություններ էր ասվել, մասնավորապես, որ շուտով այստեղ բան է փոխվելու եւ այդ կարծում եմ շատ տրամաբանական էր մեր այն ենթադրությունը, որ այդտեղ կար մարդկային գործոն։ Մեր գործողությունները ասեմ ավելի շատ, թե մենք ինչ ենք իրականացրել դրանից հետո, մենք խզել ենք այն պայմանագիրը, որ ունեինք այդտեղ տնտեսվարողի հետ, որը իրականացնում էր, այսպես ասած, աղբավայրի կառավարումը, ամբողջությամբ այդ կառավարումը վերցրել են քաղաքապետարանի ձեռքը։ Արդեն նշեցի, որ բոլոր մտնող եւ դուրս եկող ավտոմեքենաների համար սահմանվել է հստակ վճար, որը վճարում է արդեն մեր նոր աղբավայր ՓԲ-ին, կահավորվել է ամբողջ աղբավայրը, տեղադրվել են անցակետեր, տեղադրվել են տեսահասկման միջոցներ, տեսախցիկներ ամբողջ Նուբարաշենի աղբավայրով։ Հարթակը ամբողջապես հարթեցվել է եւ իրականում հիմա այսօր Նուբարաշենի աղբավայրը համեմատած մի քանի ամսվա հետ հենց հեղափոխական մասշտաբների փոփոխություններ ունենք, այսինքն եւ կառավարման տեսանկյունից եւ ընդհանուր ենթակառուցվածքի բարելավման տեսանկյունից եւ այն որոշումները, որոնք որ կայացվել են այն ժամանակ, հիմա վստահորեն կարող եմ ասել, որ ճիշտ են արվել, անկախ նրանից այրել էին աղբավայրը թե չէին այրել։ Ինչ կա ինչ որ մեկը այս գործով անցնող թե չէ։ Ես քրեական գործով ինքս չեմ զբաղվում եւ չեմ հետաքրքրվում։ Ես կարծում եմ այն արդյունքը, որ արձանագրվել է այդ աղբավայրում կրակի չասեմ լավ ձևակերպումը չտամ, բայց ամեն դեպքում այդ հրդեհաշիջման աշխատանքներից հետո մեր կողմից այն ինչ որ մենք պետք է անենք, մենք ամբողջ ծավալով իրականացրել ենք եւ այդտեղ ենթակառուցվածքի առումով ամբողջը փոխվել է։